Վրաստանի խորհրդարանի իրավաբանական հարցերի հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել եւ աջակցել է վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենքում պլանավորված փոփոխություններին, որոնց գործողության արդյունքում ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար գործող տուգանքներն ավելանում են, իսկ պատասխանատվությունը խստացվում է։ Խոսքը վերաբերվում է ներքին գործերի նախարարության մշակած օրենքի նախագծին, որը խորհրդարան էր ներկայացվել անցյալ տարվա նոյեմբերին։ Երկրորդ ընթերցման շրջանակներում որոշակի հոդվածներ կրկին մշակվել են։ Օրենսդրական փոփոխությունների փաթեթի համաձայն 100 լարիով կավելանա տուգանքը տրանսպորտային միջոցի ճանապարհին մանևրելու կանոնների խախտման համար։ Միաժամանակ այս իրավախախտման համար վարորդական վկայականին շնորհված միավորների քանակը կկրճատվի 20 միավորով։ 50-ից 100 լարիով կավելանա պատժամիջոցը 15 կմ/ժ-ից ավելի, բայց ոչ ավելի քան 40 կմ/ժ արագության գերազանցման համար։ 50 լարիով կավելանա պատժամիջոցը, եթե ավտոմեքենայով երթևեկելիս վարորդը կամ ուղևորը անվտանգության գոտի չօգտագործեն։ Միաժամանակ այս իրավախախտման համար վարորդական վկայականին շնորհված միավորների քանակը կկրճատվի 10 միավորով։ 50 լարիով կավելանա պատժամիջոցը, եթե ավտոմեքենա վարելիս վարորդը բջջային հեռախոսը կգործածի։ Կանգարկայնման կանոնների խախտման համար Թբիլիսիի նմանությամբ 50 լարիով կավելանա տուգանքի չափը Քութայիսի, Բաթումի, Մցխետայի, Ռուստավի, Գորի, Թելավի, Փոթի, Ախալցիխի, Զուգդիդի մունիցիպալիտետներում եւ Վրաստանի առողջարաններում։ Լրացուցիչ պատասխանատվություն է սահմանվում ավտոբուսի գոտու վրա երթուղային տրանսպորտային միջոցից բացի այլ տրանսպորտային միջոցի հակառակ ուղղությամբ երթևեկելու համար տուգանք 200 լարիի չափով։ Որպես նոր իրավախախտում է սահմանվում նաեւ տրանսպորտային միջոցի մայթի կամ հետիոտնային անցման վրա կանգարկայանումը։ Այս խախտման համար կտուգանվեն 100 լարիի չափով։ Միաժամանակ այս իրավախախտումը կատարելու դեպքում օրենքով սահմանված պայմանների առկայության պարագայում տրանսպորտային միջոցը ենթակա կլինի տեղափոխման հատուկ պահպանվող կայանատեղի։ Կխստանա վարչական պատասխանատվությունը այսպես կոչված դրիֆտի համար։ Եթե դրիֆտին որպես արդյունք հաջորդում է տրանսպորտային միջոցի գույքի, շինության վնասի կամ մարդու մարմնի թեթև վնասված, ապա 500 լարիանոց տուգանքի հետ միասին կկասեցվի նաև տրանսպորտային միջոցի վարման իրավունքը 6 ամիս ժամկետով։